Սելիներ անցնեմ պատգամին, ես վերցել եմ այսօր պատգամի նյութը Եսայի մարգարեությունից 6-րդ գլուխ, ընթերցեմ 6-րդ գլուխը, խնդրեմ ուշադրությամբ լսեք, որովհետև այս գլխի վերաբերյալ ես պիտի խոսեմ, բաներ պիտի ասեմ։ Եսային ասում է հետևյալ խոսքերը, 6-րդ գլուխ առաջի խոսք։ Ոզիա թագավորի մեռած տարին տեսա Տիրոջը բարձր եւ վերացած աթոռի վրա նստած, եւ նրա քղանցքը լցրել էր տաճարը։ Սերոբեները կանգնած էին նրանից վերև, որոնց ամեն մեկը 6 թև ուներ, երկուսով ծածկում էր իր երեսը, երկուսով ծածկում իր ոտները, երկուսով թռչում էր։ Եվ մեկը կանչում էր մյուսին եւ ասում. Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զորացտերը, բոլոր երկիրը լիքն է նրա փառքովը։ Եվ դրան դինքի հիմերը երերացին աղաղակողի ձայնիցը, եւ տունը ծուխով լցվեցավ, եւ ես ասեցի. վայ ինձ, որովհետեւ կորած եմ, որովհետեւ ես պիղծ շրթունքներով մարդ եմ, եւ ես պիղծ շրթունքներով ժողովրդի մեջ եմ բնակվում, եւ իմ աչքերը տեսան Զորացտեր թագավորին, եւ սերոբեներից մեկը թռավ ինձ մոտ ձեռքին մի կրակի կայծ, որ ունելիքով առել էր սեղանի վրայից։ Եվ նրանով դպավ իմ բերանին եւ ասեց. ահա սա դպավ քո շրթունքներին եւ քո անօրենությունը հեռացավ եւ քո մեղքը քավվեցավ։ Եվ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. որին ուղարկեմ եւ ով կգնա մեզ համար։ Եվ ես ասեցի. ահա ես, ինձ ուղարկիր, եւ նա ասեց. գնա եւ ասիր այս ժողովրդին. լսելով կլսեք, բայց չեք հասկանալ, տեսնելով կտեսնեք, բայց չեք իմանա։ Թանձրացրու այս ժողովրդի սիրտը եւ նրա ականջները ծանրացրու եւ նրա աչքերը ծեփիր, որ չտեսնեն աչքերով եւ ականջներով չլսեն, որ սիրտ իմանա ու դարձի գա եւ բժշկվի։ Եվ ես ասեցի. մինչև երբ Տեր իմ, եւ նա ասեց. մինչև որ ամայանան քաղաքները բնակիչ չլինելով եւ տուները մարդ չունենալով եւ երկիրը ավերված լինելով անապատ դառնա։ Եվ Տերը հեռացնե մարդկանցը եւ ձգած թողված շատանա երկրի մեջ, եւ եթե նրանում դեռ մի 10-րդ մաս լինի, նա էլ դարձյալ ավերակ դառնա, ինչպես որ բևեկտին եւ կաղնին, որ կտրվելիս մի բուն է լինում նրանցում, նույնպես այս սուրբ սերունդն է նրա բունը։ Պատմություն։ Սիրիներ, Եսայան ոմանք ասում են, գուցե հաշվարկիր Եսթերյաների, որ այս ժամանակ, երբ որ ինքը Տիրոջը հանդիպեց, եղել է երիտասարդ, մի 20 տարեկան երիտասարդ է եղել։ Դե այդպես մտածենք, որպես երիտասարդ նա ուներ իր անձնական պատերազմները, ներքին պատերազմները։ Ովքեր եղել են երիտասարդ, գիտեն, մասնավորապես երիտասարդ հասակում ներքին պատերազմներ, կրքերի դեմ, ցանկությունների դեմ, որոշումների դեմ, իրավիճակների դեմ, ներքին պատերազմներ, հրաբուխներ, որ պարբերաբար կարող են լինել յուրաքանչյուր երիտասարդի մեջ։ Եվ քիչ է սա դեռ ի հավելուման այս իր ներքին պատերազմի երկրի վիճակն էլ լավ չէր, որովհետև գրված է, որ Ոզիան մահացավ, այդ տարին էր, որ Տերը խոսեց իր հետ։ Ոզիա թագավորը լավ թագավոր էր, լավ էլ սկսել էր նրա ընթացքը, բայց երբ որ ինքը սկսեց արդեն հարստանալ, սկսեց հաջողություններ ունենալ, հպարտացավ գրված է եւ որոշեց Տիրոջ տան մեջ քահանայական գործ անի, խնկարկություն անի։ Եվ հիշում եք, որ Տերը բորոտությամբ խփեց նրան։ Եվ մինչև իր կյանքի վերջը ինքը մեկուսացած էր եւ այդպես էլ մեռավ, այսինքն գործած հանցանքի պատճառով։ Նրա որդին էր նրա տեղը, մի խոսքով իրավիճակը երկրի սարսափելի էր։ Ամենուր մեղք, անօրենություն, կաշառք, զրկանք, եղբայրներ եւ քույրեր, գուցե մեզանից մեկն էլ կամ գուցե բոլորս էլ շատ բաների հետ համաձայն չենք, մեր աչքերով տեսնում ենք անօրենություն, հանցանք, կողոպուտ,
վերջապես ծանր բաներ ենք տեսնում եւ ասում ենք, այս երկիրը լցված է մեղքով եւ անօրենությամբ։ Այս երկրի մեջ տենաս Աստված կա։ Դուք պատկերացեք այս երիտասարդի ապրումները, թերևս մտածում էր, այսքան անօրենություն, բայց ի դեպ ասեմ, որ ինքը չէր համաձայնում դրա հետ։ Քիչ էր իր ցավեր անձնական, իր նկարտումները, դրան էլ ավելացել էր երկրի ցավն ու վիճակը։ Եվ ինքը այդ ապրումների մեջ էր։ Նա չէր կարողանում տանել այդ անօրենությունը, որ ամենուր համատարած էր։ Եվ այս ծանր ապրումների մեջ հասկանում էր խորապես, որ այս թնջուկը, այս խնդրը միայն կարող է քանդել Աստված։ Գուցե այդ օրը, հատուկ այս հրաշալի օրը, նա իր մտքով էլ չէր անցկացրել, որ Աստված իրեն կհանդիպի եւ ինչ որ բաներ ցույց կտա իրեն։ Նա ուղևորվեց դեպի Ասոտուն գնալուց թերևս նա ինչ որ զոհել արած լիներ, ենթադրում եմ, որովհետեւ ինչ որ բան պիտի տաներ Տիրոջ առաջ եւ հետո դրանից հետո մտներ Տիրոջ ներկայության մեջ։ Եվ այս անձնավորությունը եկավ Տիրոջ առջև, ինչպես Սաղմոս 2-ն է ասում, իր սրտի վիճակը ջրերի պես թափեց Տիրոջ առաջ։ Չգիտեմ, միջև հայտնվել է Տիրոջ ինչ է խոսել։ Գուցե բաներ է ասել, գուցե բաներ է հռչակել այդ պահին, բայց դրա մասին լռում է Աստվածաշունչը, ասում է, որ Տիրոջը տեսա այդ օրը։ Եսային չգիտեր, որ այդ օրը իր համար բեկումնային օր է լինելու։ Այդ օրը արմատապես նրա կյանքը, նրա ընթացքը պիտի փոխվի։ Այդ օրը Աստված պիտի իրեն կանչի հատուկ ծառայության համար։ Եղբայրներ եւ քույրեր, Աստված մեզանից յուրաքանչյուրիս էլ այսպես կանչում է։ Աստված, որ կանչում է մեզ, նա չի կամենում, որ մենք պարապ մնանք։ Հայտնի առակի մեջ առավոտյան գնաց այգուտերը, տեսա մարդիկ հրապարակում պարապ կանգնած են, ասեց ես խե կանել պարապ, դե ասեցին մեզ վարձող չունենք, ինչ անենք, պարապ կանգնած ենք, ասեց եկեք տանեմ իմ այգին, համապատասխան գումար հետերը խոսեց, գնաք իմ այգին աշխատեք, ձեզ կտամ օրվա վերջում։ Եվ 5 անգամ օրվա մեջ անդադ անցնում էր այդտեղով, մինչև երեկո, եւ 5 անգամ էլ մարդիկ պարապ կանգնած, եւ բոլորին տանում էր այգի աշխատեք, որ վարձ կստանաք։ Չէ որ առակը խոսում է Տիրոջ եկեղեցու մասին։ Չէ որ առակը խոսում է, որ այս մարդը այգուտերը Հիսուսն էր։ Չէ որ այն պարապ-սարապ մարդիկ, որոնք չգիտեն ինչ անեն, չէ որ դա մենք ենք եւ Աստված կամենում է, որ մեզ տանի համապատասխան տեղ, ոչ թե պարապ մնալու, այլ ծառայելու իրեն։ Իր տան մեջ, որպեսզի յուրաքանչյուրս ունենանք մեր կոչումը եւ ծառայությունը։ Հավատացեք, Աստված որևէ մեկին չի կանչում, որ նա պարապ մնա, յուրաքանչյուրին կանչում է, որպեսզի նա լինի իր աշակերտը եւ ծառայի իրեն։ Եթե որևէ մեկը դեռ չգիտի ինչ պիտի անի, եւ քիչ չեն այդպիսիները, այս երիտասարդը ձեզ օրինակ կլինի այսօր, ինչպես պետք է փնտրել Տիրոջ երեսը։ Տեր, ամենուր մեղք է, թագավորից հոսում է մեղքը մինչև ներքև։ Իդեպ մեկ ուրիշ Սաղմոսում, այսպես է ասում Սաղմոս 2-ն, որ օծությունը, օրհնությունը գալիս է գլխից։ Ինչպես Ահարոնի պահ, հիշում եք, յուղը գլխից է գալիս։ Ահարոնի գլխից թափվում է յուղը, Ահարոնը քահանապետ էր, հոսում հանդերձներով մինչև շորերի քղանցքը, ծայրը։ Իսկ գլուխը հիմնականում դրանք առաջնորդներն են։ Իսրայելի մեջ այդ ժամանակ գլուխը բեկը մահացավ, երկրորդ էր թագավոր արդեն։ Թագավորից է գալիս։ Հավատացեք, ինչպեսին որ թագավորն է, այդպեսին նրա օրենքներն են, այդպեսին նրա հպատակներն են։ Եթե թագավորը արդար մարդ է, օրտյալին այդ երկիրը։ Եթե թագավորը կաշառակեր է, պիղծմեկն է, վայ այդ երկրին։ Մենք գիտենք դա ինչ է նշանակում։ Եվ այդ թագավորը իրենց թագավորը ժամանակվա, բնականաբար ապաշտոր մեկն էր։ Եվ հետևաբար մեղքը, որտեղ ինչպես որ գլխից գալիս է օրհնությունը, նաև ինչպես ժողովրդական խոսք կա, ձուկնել գլխից է հոտում։ Այսինքն նաև գլխից գալիս է անեծքն ու ցավը եւ գարշահոտությունը։ Սա խիստ կարևոր է։ Եվ հիմա այս ապրումների մեջ այս երիտասարդը Տիրոջ առջև է եկել եւ խոնարհվել։ Հանկարծ մեզ բառը հետաքրքիր է, որ Աստծո գործելակերպը հանկարծ է լինում։ Հանկարծ
մի տեսարան է բացում իր առաջ։ Տաճարի պատերը կարծես սկսում են ընդարձակվել եւ այդ սահմանափակումները հեռանալ, բացվել եւ այն վարակույրը, որ իր առջեւ փակված էր, հանկարծ դայել է, իջիկ դառնում, վերանում եւ աստիճանաբար ամեն բան վերանում ու բացվում է եւ իր առջեւ տեսնում է մի շնորհած գահ, մի աթոռ, վերան բարձր աթոռ, որի վրա նստած է մեկը փառավոր կերպով եւ նրա հանդերձները իջած եւ նրա քղանցքը ամբողջ տաճարով տարածված, հանդերձի ծոպերը, ծայրը փռված տաճարի վրա եւ փառավոր մեկը մի հսկայական միսես կերպար, փառավոր մեկը նստած իր գահին եւ պատկերացեք այդ տեսարանը, այդ տեսիլքը ինչ կզգար Եսային տեսնելով այդպիսի տեսարան, եղբայրներ եւ քույրեր, ամեն օր չի որ տես բան ենք տեսնում։ Դուք պատկերացեք դրա ապրումները, ապշած նայում այդ տեսարանը եւ դա իրական տեսարան է եւ տեսնում էր սերոբեներին։ Դա հրեշտակների դասակարգ է, կան քերոբեներ, սերոբեներ, չէ՞, հրեշտակներ մենք հանդիպում ենք, որոնք ունեն 6 թև։ Գրված չի քանիսն են սերոբեները, 100-էին, 200-էին, 50-էին, 1000-էին սերոբեներ, որոնք երկու թևով ծածկում են իրենց ոտքերը, երկուսով իրենց գլուխը, թերևս սա իրենց երկրպագության համար էր 4 թևերը, երկուսով ծառայության համար։ Եվ այսպես աղաղակում էին մեկը մյուսին, եւ ինչ հրաշալի տեսարան, մեկը մյուսին ասում էր. «Սուրբ է, սուրբ է, սուրբ է Զորացները»։ Եվ այսպես մեկը մեկի դուք պատկերացեք ինչ երկրպագության տեսարան։ Եվ առաջի անգամ Եսայան տեսավ իր աչքով հոգևոր միջավայրում, թե ինչպես պիտի երկրպագվի Աստված։ Բնականաբար գահին նստած ով էր, Տերն էր։ Եվ այս երկրպագությունը նա հասկացավ, որ ի հեճուկս ի տարբերություն մեր երկրպագության տարբեր է։ Եվ ապշած երբ որ նայում էր, եւ սերոբեները վերջում ասեցին. բոլոր երկիրը լիքն է նրա փառքով։ Ուշադրություն, ոչ թե երկինքն է լիքը փառքով, այլ երկիրն է լիքը փառքով։ Պատկերացրեք Եսայի տրամաբանությունը, ոնց։ Բայց ես կարծում եմ, որ ամբողջ երկիրը լեցուն է մեղքով։ Ինչու՞, որտեղ մեր թագավորը, որ նստած է, իր գլխից գարշահոտություն է գալի, գարշելիք է գալի, գլխից հոսում իջև ներքև փեշերը։ Բայց այս պահին դու նայիր, ով Եսայը, ով է ավելի բարձր քո թագավորը, թե այս թագավորը, որ գահի նստած է։ Տես նրա քղանցքը կպել է երկրին։ Լսեք, թագավորիցը տիշտվա միջև ներքևի մարդը, ամենավերջի, բայց տեսեք, երկնային թագավորը նստած իր գահին, նրա քղանցքն է տարածվել է ամբողջ տաճարի վրա։ Բայց ուշադրություն, չէին ասում սերոբեները, որ սուրբ է, սուրբ է, սուրբ է Զորացները եւ բոլոր տաճարը լցված է նրա փառքով, այլ երկիրը լցված է նրա փառքով։ Ուշադրություն դարձեք, փաստորեն մտածում էր ըստ երութին Եսայեն, ես էլ գիտեմ, որ միայն մեղք կա տիրում այդ երկրի մեջ։ Ես էլ գիտեմ, որ Աստծո ներկայություն չկա, որտեղ ուր է Աստված, ման եմ գալիս, ուր գնում եմ, անօրենություն։ Ինչպես կասեր հայ դասական Սայաթ Նովան, որ ասում էր դիփունը խափումին, բոլոր տեղերը ստություն, կեղծիկ, անօրենություն, բայց այստեղ հնչում է այս խոսքը. երկիրը լեցուն է Աստծո փառքով։ Սա ինչ է նշանակում, ժողովուրդ ջան, երբեմն մենք էլ նայում ենք մեր շուրջ, ասում ենք, դենասես ինչ վիճակ է, Աստված գուցե մեզ թողել է։ Դա դեռ չի նշանակում, որ Աստված ներկա չէ։ Որքան էլ անօրենություն լինի, հիշում եք ինչ ասում Պողոս առաքյալը, եթե չեմ սխալվում, դա ասում է Հռոմեացիների 5:20-ում, որ ասում է, որտեղ շատ եղա մեղքը, ինչքան որ շատ լինի մեղքը, իմացեք, որ Տիրոջ շնորհքը ավելի է այդ մեղքերից։ Այդպես է գրված։ Ուր ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի եղավ Տիրոջ շնորհքը։ Աստծո շնորհքը, փառքը ամենուր լցված է։ Դուք պատկերացնում եք, մենք շնչում ենք։ Մենք այս անօրեն երկրի մեջ անգամ ով է ավելի մեծ, թագավորի հասցրած պղծությունը, քղանցքը երկրավոր, թե երկնային թագավորի քղանցքը, որ բերում է երկրի վրա, որի փառքն է ավելի մեծ, սրա գլխից իջածը, թե փառավոր թագավորի վրայից իջածը։ Երկիրը լեցուն է Աստծո փառքով։ Եվ լսեք,
ինչ վերաբերում է քղանցքին։ Թվոց գրքում 15-րդ գլուխ 37-ից 41 խոսքերը, թերևս չընթերցեմ, միտք ասեմ, դուք կարդաք։ Տերը այսպեսի պատվեր էր տվել։ Մանավանդ այս պատվերը ավելի շատ իրականացնում էին Հիսուս Քրիստոսի ժամանակ։ Գիտեք ինչ էր։ Վարդապետները, այստեղ բոլոր ժողովուրդն են մի ժամանակ անում, բայց Հիսուսի ժամանակ այլևս վարդապետներն են անում։ Եթե մեկը Աստծո խոսքի վարդապետ էր, ապա նա իր հանդերձները, որտեղ տղամարդիկ գիտեք, չէ, դերյայի նման էին այն ժամանակ հագնում, հա, հանդերձները։ Գրված էր, որ ծոպերով պիտի լինի այդ հանդերձը, եւ ծոպերի վրա կապույտ ժապավեն պիտի կպցրված լինի։ Եվ այդ ժապավենը, ես անպայման բայց պիտի թերևս ընթերցեմ այդ տեղը, եկեք մի հատ կարդամ։ Եհովան խոսեց Մովսեսի հետ, դա գրված է 37 խոսքում, ասելով. խոսիր Իսրայելի որդկանց հետ եւ ասի նրանց, որ իրենց համար ծոպեր շիրեն իրենց հանդերձների քղանցքների վրա, իրենց ազգերի մեջ, եւ քղանցքի ծոպերի վրա մի կապույտ ժապավեն դրեն, եւ այն ձեզ համար ծոպ լինի, որ դուք տեսնեք եւ այն Եհովայի բոլոր պատվիրանքները ձեր միտքը բերեք եւ անեք նրանց, եւ չհեռանաք ձեր սրտերին եւ ձեր աչքերին, չհետևեք ձեր սրտերին եւ աչքերին, որոնց հետևից դուք մոլորվում եք, որպեսզի ձեր միտքը բերեք եւ անեք իմ բոլոր պատվիրանքները եւ սուրբ լինեք ձեր Աստծո համար։ Ես եմ ձեր Եհովա Աստվածը, որ ձեզ Եգիպտոսի երկրից հանեցի, որ ձեզ համար Աստված լինեմ։ Ես եմ Եհովան ձեր Աստվածը։ Այսինքն այդ կապույտ ժապավենը ով որ տեսներ, սա միտը պիտի գար։ Վերջի խոսքը. ես եմ ձեր Եհովա Աստվածը, որ ձեզ Եգիպտոսի երկրից հանեցի, որ ձեզ համար Աստված լինեմ, ես եմ Եհովան ձեր Աստվածը։ Ժապավենը դա է նշանակում։ Հիմա մի պատմություն, որ դուք բոլորը գրեթե գիտեք։ Մի անձնավորություն կար, որը հիվանդ էր, եւ երբ որ լսեց, որ Հիսուսը պիտի անցնի այդ տեղով, ինքը մի կերպ իրեն ուղեց, ասեց քնամ այնտեղ Հիսուսի հետևից, եւ նա իր մտքի մեջ ինչ էր դրել, ասել էր միայն թե էսքին ինչ էր ասում, արյան տեղատեսության մեջ հիվանդ կինը, միայն թե նրա հանդերձի քղանցքին կպնեմ, միայն հանդերձի ծայրին կպնեմ եւ ես պիտի բժշկվեմ։ Դուք կարծում եք ինչու էր նա ուզում հանդերձի ծայրին կպներ։ Հենց այդպես էր որոշել։ Սա պատահականություն էր, թե այս կինը կանխավ հասկանում էր ինչ է անում։ Ահա սա վարդապետն է, հրաշագործ վարդապետը, թերևս այդպես էր մտածում, բայց այն ժապավենը կապույտ, սա նշանակում է ես եմ քո Աստվածը, որ ձեզ համար Աստված լինեմ, ես եմ Եհովան ձեր Աստվածը։ Ինքը այդ խոսքին էր ուզում կպներ, հավատքով կառչեր Տիրոջից Աստծո խոսքը, որպեսզի իրականություն դառնա իր կյանքի մեջ, եւ դրա համար գնաց ու կպավ նրա քղանցքի ծայրին։ Սա հենց դա է նշանակում, որ Հիսուսը վարդապետ էր եւ նրա հանդերձի ծայրին նույնպես կար կապույտ ժապավեն։ Շատ հետաքրքիր է։ Գուցե Եսայան այդ ժամանակ, երբ որ այդ տեսարան ամբողջությամբ տեսավ, գուցե այսպես հուզված եւ խառնված ուզում էր միանալ այդ երկրպագությանը, միանալ այդ պաշտամունքին, հնարավոր է, չի բացառվում, բայց չկարողացավ բերանը բացել եւ խոսել, չկարողացավ, ընդհակառակը, երբ որ այդ տեսարանը տեսավ, գրված է, որ ասեց. վայ ինձ, ժողովուրդ ջան, այդ վայը մենք կարդում ենք, բայց պետք է լսել մեկից, որ մեռնելու վրա է։ Եթե դուք տեսել եք մարդը մեռնելուց ոնց է վայասում, պատկերացրեք, կյանք աղերսում։ Մարդը զգում է, որ մեռնում է։ Փաստորեն մենք պիտի ասենք, այ եղբայր, ուրախացիր, փառք Տիրոջը, դու Տիրոջը տեսնում ես։ Վայելիր Տիրոջ, ինչի մասին ես անհանգստացած, բայց ոչ, այդ ներկայությունը այնքան սուրբ է։ Ուշադրություն դարձեք, ոչ հրեշտակները խոսեցին այդ պահին իր հետ, ոչ էլ գահին նստողը, որևէ խոսք չասեցին, այլ ուղղակի ինքը հայտ տվեց այդ պաշտամունքի մեջ երկնային, մի քանի ակնթարթ, եւ դրա ժամանակ արդեն սկսեց հանդիմանվել։ Ես պիղծ շուրթերով մարդ եմ, վայ ինձ, եւ ոչ միայն ես եմ պիղծ շուրթերով մարդ, չգիտես ինչու իշես նաեւ իր ժողովրդին։ Ես իմ թորնիկներից, ուրեմն իմ հետ որ ապրում են իմ տանը, երկուսն են ինձ հետ, ուրեմն մեծ քուրը, որ եթե մի բան լում է իր մոտ, ինքը ուտում է, փոքրին չի հիշում, բայց փոքրը
ասեմ ինչ բերեմ, 2 հատ կբերես, 2 հատ, մեծին տանում տալիս է, 2 հատ, անդադ քրոջ մասին մտածում է սա։ Մարդիկ կան, որ մտածում են ոչ միայն իրենց անձի մասին, նաև իրենց ժողովրդի մասին, ամեն տեղ տանում են, ինչ վիճակ որ լինի, խոսում է, բայց հիշեցնում է, որ դե ժողովուրդ ունեմ, այդ ժողովուրդն էլ, այս բան ինչ տեղ ունեցավ, հələ մի հատ մտածի քո մասին, երիտասարդ, հեսա մեռնում ես։ Այդ սուրբ ներկայության մեջ դու արդեն վայ ես կանչում, հերիք չի մի հատ քո ժողովրդին ես հիշում այդ բանին։ Նրանք էլ են պիրծ, թերևս ոչ միայն ինձ ա վայ, նաև վայ բոլորին, որովհետև ես Տիրոջը տեսա, սա մի սարսափելի զգացում է, ոմանք կարծում են, որ կարող են մեղավոր էությամբ հայտնվել Տիրոջ առաջ։ Եղբայրներ եւ քույրեր, ուզում եմ հետեւյալն ասեմ։ Մենք այստեղ շատ հանգիստ պաշտում ենք Տիրոջը, քանի որ դեռ նրա սուրբ ներկայության մեջ չենք։ Մենք թերևս երբեմն աղաղակում ենք, մենք հիմա նրա ներկայության մեջ ենք։ Ալելույա, շատ լավ, փառք Աստծո։ Եվ որտեղ ենք նրա ներկայության մեջ, որ մասում ենք։ Օրինակ, քահանայապետը 5 կտակարանում տարին մի անգամ պիտի մտներ Տիրոջ ներկայության մեջ, սրբության սրբոցը, մի անգամ, ուրիշ ոչ ոք իրավունք չուներ։ Մտնելուց առաջ մի տարի ժամանակ ուներ, եւ այդ մի տարին նրա համար չէր, որ արձակուրդի գնա կամ իր համար ինչ ուզի անի, թերևս նաեւ տարին պատրաստվելու համար, ինչ լուրջ պիտի պատրաստվի քահանապետը, դուք պատկերացնում եք, մոտենում է նրա սրբության սրբոց մտնելու ժամանակը, մնացել է մի ամիս, նա ոչ միայն պիտի իր համար քավություն անի, զոհաբերություն, նա նաեւ իր ընտանիքի համար պիտի զոհաբերություն անի, ոչ միայն իր ընտանիքի համար պիտի անի, նա նաեւ պիտի անի ժողովրդի համար։ Այս երիտասարդը քահանապետ չէր, բայց կրում էր այդ բեռը, ժողովրդին էլ է հիշում։ Սա գեղեցիկ հատկություն է, որ հաճելի է եւ Տիրոջ եւ մարդկանց։ Եվ մեկ տարի պատրաստում էր, պատկերացնում եք, մոտենում է օրը, գալիս է կնոջը, երեխաներին, երեխեք ջան, ո՞նց եք, որովհետեւ եթե նա պատշաճ կերպով չաներ, Տերը նրան կխփեր։ Դուք պատկերացեք ոնց է լարված եւ մոտեցել է վերջի օրը եւ ինքը պիտի մտի սրբության սրբոց Աստծո ներկայության մեջ եւ եթե հանկարծ Աստծո պատգամներից մի բան առաջ չեղավ, հանկարծ մեղք եղավ իր սրտի մեջ, տեղում կմեռներ։ Բայց մենք տենց դեպքի չենք հանդիպում, որովհետև քահանապետերը շատ լուրջ էին պատրաստվում։ Բայց այդ վախն ու ակնածանքը, որ կար սրբության եւ սրբության սրբոցի մեջ, չկար դրսում այդքան։ Գավիթում մարդիկ հանգիստ գալիս գնում էին, ավելի հանգիստ էին։ Այսինքն որքան Տիրոջը մոտենում ես, այնքան պատասխանատվությունը մեծանում է։ Լսեք, իր քաղաքի մեջ մարդիկ պատտում են Երուսաղեմի մեջ, մեղք են գործում, հանցանք են գործում, այդ նույն ազդեցությունը չի, ինչ որ քահանապետը մտնում է Տիրոջ ներկայության մեջ։ Սա ուրիշ բան է։ Հիմա մենք հաճախ հրճակում ենք Հիսուս Քրիստոսի անունով, մենք մտել ենք նրա սուրբ ներկայության մեջ։ Այո, փառք Տիրոջը, բայց հարց, հաստատ մտել ես։ Չէ, դու հաստատ մտել ես։ Չէ, օրինակ կարող է մեկը փողոցում կանգներ, գավիթում կամ քաղաքի մեջտեղը։ Փառք Տիրոջը, ես Երուսաղեմում եմ, լավ է որ Երուսաղեմում ես, այդ ընտիր արդեն։ Ահագին մոտ ես։ Փառք Տիրոջը, ես Տիրոջ ներկայության մեջ եմ, չէ, եղբայր, դու Տիրոջ ներկայության մեջ չես։ Այս մարդը Տիրոջ ներկայության մեջ էր։ Ուզում եմ ասեմ, որ ներկայություն ասելով ինչ ենք մենք հասկանում երբեմն։ Ինչ է դա նշանակում։ Երբ որ մեղքը քո սրտի մեջ գալիս ես եւ հրճակում, որ դու Տիրոջ ներկայության մեջ ես, տենց ընդունենք դա, ճիշտ տարբերակ է։ Այս մարդը Տիրոջ ներկայության մեջ վայ էր կոռում, որովհետև ես կմեռնեմ, սա մի ուրիշ սրբություն է, սա մի ուրիշ ներկայություն է։ Մենք կարանք մանիպուլյացիաներ անենք, ձևական ցուցադրումներ կատարենք, երբեմն մենք շատ ուժեղ նաև թատերական տաղանդներ ունենք, երբեմն դա նաև օգտագործում ենք, բայց դա Աստծո առաջ ոչ մի արժեք չունի, եղբայրներ եւ քույրեր։ Որովհետև մենք այստեղ պատրաստվում ենք ընդեղ գնալու համար։ Վերջ-վերջո պիտի մտնենք այդ ներկայության մեջ։ Հետո գրված է, որ մենք ունենք այդ արտոնությունը, համարձակությունը մտնելու նրա ներկայությունը Հիսուսի արյան միջոցով։ Սա ինչ է նշանակում։ Եթե դու մտնես այնտեղ, նախ առաջինը պիտի արյան միջոցով մտնես, առանց Հիսուսի արյուն, այսինքն մաքրված չլինես, չես կարող մտնել այնտեղ։ Դուք պատկերացնում եք, եթե մի կարևոր հիմնարկ ձեռնարկություն կամ ինչ որ տեղ ես ուզում գնաս, կամ ձեր պայծառափայլ հովիվը, որ գնացել էր Միացյալ Նահանգներ, եթե անձնագրի մեջ վիզան խփած չլիներ, դե դու գնա։ Կարա գնա, չի կարա գնա։
Ինչ ուզում անի չի կարա գնա, ինչ միլիարդատերել են չի կարա գնա, եթե վիզան խփած չլինի։ Այդ որ մենք ասում ենք մտնում ենք նրա ներկայության մեջ, տենց հարճակում ենք, հիմա նրա առջև ենք, լուրջ ժողովուրդ ջան, դուք հավատում եք որ տենց, հա։ Չես հավատում եմ որ տենց պիտի լինի, բայց միշտ տենց ենք անում մենք, հա, տենց, հա, Աստծո ներկայության մեջ։ Խավարը փարատվում է։ Մարդը հասկանում է, որ ինքը ինչ ասում, ես մեղավոր մարդ եմ։ Եկեղեցում մարդիկ կան, որոնց մենք համոզում ենք, ասում ենք հարազա, դու մեղավոր ես, չէ, ես մեղավոր չեմ, ասեք, դες մարդիկ կան։ Ես ինչ եմ արել։ Մի մրջուն չեմ տրորել, մեկի վատություն չեմ արել, խեմ մեղավոր։ Կամ ինչ որ հանցանքում մեկի նեղացրել, ասում ենք, դու մեղավոր ես, ասում ես մեղավոր չեմ։ Այ բալա, դու մեղավոր ես, ես մեղավոր չեմ։ Գիտեք, տպավորությունը նենց է, որ քիչ ամոնում ես իր տեղը ներողություն խնդրեմ։ Իր տեղը ապաշխարեմ, ասա էլի, որ դու մեղավոր ես, արդեն հոգնում ես այ մարդի, տենց պիտի մարդ ապաշխարի։ Արդեն ես իր տեղը պիտի ներողություն խնդրեմ, որ անցնի։ Խի տենց ապաշխարություն է լինում։ Այստեղ ոչ մեկը ոչ մի բան չասեց այս մարդուն։ Նկատեցիք։ Միայն այդ ներկայությունը բավական էր, որ ինքը ուղղակի աղաղակ էր, ես մեղավոր մարդ եմ։ Վայ ինձ, պիղծ շուրթերով բերանս անմաքուրա։ Սա շատ լուրջ բան է։ Հիմա դուք փորձեք, ես մի հատ բան եմ ուզում ցույց տամ, որ դուք հասկանաք ինչ է նշանակում Տիրոջ ներկայությունը։ Մենք երբեմն իմիտացիա ենք անում։ Հիշում եք Ռաքելին եւ Լիային, հիշում եք իրանց այդ Հակոբի կանայք։ Ռաքելը հիշում եք ինչ իմիտացիա արեց, ձևական մի բան արեց։ Որտեւ երեխա չուներ, նախանձում էր, Լիային ուներ անդադ, ինքը տրակում էր, անդադ վառվում էր, չգիտեր ինչ աներ։ Եվ իր հարճին մոտ մցրեց իր ամուսնուն, երեխան ծնվելուց ասում է թող ին ոտքերի մոտով գա ծնվի։ Ես չգիտեմ, տեսարանը երեխուն վերցում է ծնվելուց խփում է ոտքերով, ցած հանում ասում է ես ծնեցի։ Լուրջ։ Չէ, լուրջ դու ես ծնել։ Տեսեք, որ վերցեցի խփիր ոտերից նշանակում է դու ես ծնել։ Սա ինչ է, իմիտացիա։ Շատ հավատացյաներ այդպես բաներ են, խաղեր են անում։ Իրանը չի այդ պատուղը։ Ինքը չունի, ինքը չի ծնել դա, բայց ցույցատվել որ ինքն է ծնել։ Ինքը այդ բոլորը զգում է, ապրում է, բայց բան չկա, տակը դատարկ է։ Մենք կարանք իրար խափենք, մեզ խափենք, երբեմն հետո մենք այնց ենք խափում, որ լուրջ հավատում ենք դրան։ Մարդ կա է, որ ասում է ու լուրջ դրան հավատում է։ Ինչև է չկար էդ, ինքը ասում է, եթե ինքն ասել իրան հավատում է ուրեմն։ Եկեք մենք այս սուտ խաղերով չխաղանք, որտեղ մենք Աստծո հետ գործ ունենք, եղբայրներ եւ քույրեր։ Մենք լուրջ գործի մեջ ենք։ Ամենայն դեպս նա տեսավ գահի նստած մեկին։ Հետաքրքիր է, այս տեսարանը որ տեսավ, ով էր այդ մեկը։ Բնականաբար բոլորս կասենք Աստված։ Ասում են, որ բնագրերում գրված է Ադոնայ, Տերն է։ Ուրեմն ինչ պատգամով է ուղարկում, ասում է Տերը, որ ուղարկում է, հեսա քիչ հետո կարդամ, ասում է գնա, այս ժողովրդին ասա, տեսնելով կտեսնեք ու չեք տեսնի։ Լսելով կլսեք ու չեք լսի, ձեր սիրտը չի ընկնի, որ չդառնաք ու ես ձեզ չբժշկեմ։ Յանում ես ինչ պատգամ է, ես ինչ ավետիս է դա, չէ, սա ավելի շատ ողբա և գուժ է, սա ողբերգություն է, բայց դրա վրա չեմ ուզում ուշադրություն առայժմ դարձնեմ, տեսեք, նստած է գահին, ում մասին է խոսքը, մի հատ ակնարկ անեմ ձեզ, օրինակ բացեք, եթե կա ձեզ մոտ գրքերը, Հովանես ավետարան 12-րդ գլուխ, ես պիտի կարդամ 37-ից 41 խոսքերը։ Հետաքրքիր պահ է։ Հիսուսը հրաշքներ էր անում, տեսնում էին։ Հրաշքներ էր անում, տեսնում էին։ Պատգամ էր տալիս, խոսում էր երկնքի առկայության մասին, լսում էին, բայց տեսնելով տեսնում էին ու չէին տեսնում, լսելով լսում ու չէին լսում ու դարձի չէին գալիս։ Եվ հիմա ուշադրություն։ 37 խոսք։ Եվ թեպետ նա այնքան նշաններ էր արել, նրանց առաջին, նրանք չէին հավատում նրան։ Ուշադրություն դարձեցիք։ Հովանեսն ասում է, Հիսուսը նրանց առաջ շատ հրաշքներ էր արել, բայց նրանք չհավատացին ում Հիսուսին, նրան, Հիսուսին։ Շանակությունը, որ Եսայի մարգարեի խոսքը կատարվի։ Այդ մեջբերում Եսայից, այսինքն Եսային խոսել է այդ պահի մասին, Հիսուսի մասին, որ լսելով պիտի լսեն, հա, ինչու է մեջբերում Եսային, որ կատարվի։ Այսինքն այստեղ պիտի կատարվի այդ խոսքը, փաստորեն, մարգարեական պատգամի հանգրվանը, սա է,
Հիսուսի հետ կապված, որ ասեց. Տեր, ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկում հայտնվեցավ։ Նրա համար չեն կարողանում հավատալ, որ Եսային դարձյալ ասում է. նրանց աչքերը կուրացրեց, նրանց սրտերը թմրացրեց, որ աչքով չտեսնեն եւ սրտով չիմանան եւ դառնան եւ ես բժշկեմ նրանց։ Եսային սա ասեց, երբ որ նրա փառքը տեսավ, նրա համար խոսեց։ Այ քեզ պատմություն։ Մեջ բերում անում ասում, ինչպես որ ժամանակին Եսային ասել է, այսօրվա համար ասել։ Որ հեսա տես անոմա հրաշները, խոսում է ոչ տեսնում է, ոչ լսում է ու դարձի չեն գալիս։ Փաստորեն Հիսուսի մասին է եղել խոսքը։ Այդ ուղարկողը ով էր գահի վրա։ Արդյոք հնարավոր է դա Հիսուսն էր։ Որտեւ ասում է բայց այնպես իշխան չավատ վերևից մի քիչ եւ դառնան եւ բժշկել։ Եսային ասեց, երբ որ նրա փառքը տեսավ եւ նրա համար խոսեց, երբ որ նրա փառքը տեսավ եւ նրա համար խոսեց։ Այստեղ թերևս գուցե ակնարկ կա, որտեվ մեջբերում է անում Եսայի այն ասածից, այն որ ես ներկայացեցի, եւ այդտեղ խոսում է, որ Հիսուսին է վերաբերվում դա։ Գուցե այդ նստածը Եսային տեսավ Տիրոջը, Ադոնային, չի ասում Յահվեին, Ադոնայ, Տիրոջը։ Մեկ ուրիշ տեղ Սամոս 2-ն ասում է. Տերն իմ Տիրոջն ասաց, նստիր իմ աջ կողմը, միջով ոտքերի տակ դնում թշնամիներին։ Տերը իմ Տիրոջը։ Գիտեք ոնց ասում, Յահվեն ասաց Ադոնային։ Տերը իմ Տիրոջը, Տերը հայրը իմ Տիրոջը, Հիսուսին։ Այսինքն Յահվեն, տենց է գրված, ասեց Ադոնային։ Այստեղ Ադոնայի անունն է տալիս։ Ըստ երևույթին գուցե այս խոսքը հենց վերաբերում է Հիսուսին, թերևս այդ գահին նստած եղել է Տերը, Ադոնայը, որտեղ հետագայում Հովանեսը մեջբերում է անում հենց այդ պահը։ Շատ հետաքրքիր ասեմ իդեպ։ Եվ երբ որ այդ ծանր ապրումների մեջ էր Եսայան, եւ չգիտեր ինչ աներ, վախի մեջ էր, ապա գրված է, որ Սերոբեներից մեկը, իդեպ Սերոբե նշանակում է կրակի կայծ երևի, եթե չեմ սխալվում, կրակոտ, բորբոքված, կրակ, այս իմաստ ունի, Սերոբե ասվածը։ Մեկը անմիջապես եկավ ունելիով, ասիկը պինցետով մեր ասածով, մեծ պինցետով այդ զոհասեղանի առաջը, ուրեմն կայծեր կային, մի հատ կայծ վերցրեց ունելիով, եկավ ու կպավ Մարգարեի բերանին եւ ասեց. Ինչ ասեց, որ քո մեղքը ներված է, անօրենությունը թողված է։ Ընդհանրապես ես որքան գիտեմ, մեղքը ներվելու համար պիտի զոհ լինի։ Չէ՞։ 5 կտակարանում այդպես էր։ Մենք գիտենք, որ նախ արյունը, դրա համար ես ենթադրեցի, որ գուցե տաճար մտնելուց ինքը արդեն այդ կարգ արել էր, հնարավոր է արդեն զոհի կարգ արված լիներ, որտեղ նա ներկայացել է Տիրոջ առաջ։ Մենք գիտենք, որ նաև մաքրության իմաստով 3-ն են, որ մաքրում են այսօր էլ մեր ժամանակ Քրիստոսի արյունը։ Մենք մաքրվում ենք նրա խոսքով եւ մաքրվում ենք Սուրբ Հոգու միջոցով։ Սուրբ Հոգին, սրբության Հոգին մեզ մաքրում է։ Ուրեմն մենք թանկագիրներ կարող ենք հետեւյալ հասկանալ, որ այդ կրակը, որ կպավ նրա դիպին, գուցե Սուրբ Հոգու զորություն էր, այդ ակնարկն էր։ Հենց կպավ ամբողջովին մաքրվեց սա։ Եվ երբ որ մաքրվեց, բայց հարց առաջանում մի հատ միջևա, գրանք առաջ։ Այդ ինչ մեղք է, այդ ինչ պիղծ շուրթերով մարդ էր, որ ինչի մասին է խոսքը։ Ինչու՞ն ասեց, որ պիղծ շուրթերով մարդ եմ ես։ Եվ բնակվում եմ պիղծ շուրթերով մարդկանց մեջ։ Գուցե բան հիշեց։ Եղբայրներ եւ քույրեր, երբ որ Աստծո առաջ եք գալիս, գոնե բան հիշում եք։ Այդ բերանով, որ սկսում եք լեզվով Տիրոջը փառաբանել, երկրպագել, ասենք մոտորապես ձեր միտքը չի գալիս, որ երեք ինչ էիր անում, ինչ էիր խոսում, կամ առավոտ ինչ էիր խոսում, ինչ բառեր էիր ասում, չգիտեմ, կլինի ամուսնուդ, կլինի կնոջդ, երեխաներիդ, բարեկամներիդ, հարազատներիդ, հիշեք Կիսուրը, Կեսրար, իրանց ցեղը, Գերդաստանը եւ այլն, եւ պատմություններ, անեծք, չգիտեմ ինչ չարախոսություններ, արդյոք դուք հիշում եք, երբ որ Տիրոջը սկսում եք փառաբանել, մաքուրած էր բերանը։ Այս մարդ հասկացավ, որ իր բերանը մաքուր չի, նշանակում է մի բան հեն չի։ Բայց միայն խոսելուց չէ, որ մարդը մեղանչում է։ Երբեմն էլ չխոսելն էլ է մեղանչելու տանում։ Բաներ կա, որ պետք է ասել։ Բաներ կա, պետք է խոսել։ Լռությունը այդ պարագայի մեջ հավասարազոր է մեղքի։ Մարդ կա, որ վախկոտ է, չի ուզում խոսի, վախենում է։ Մարդ կա քսու է, այն չի, իր այդ լավ լինեմ։ Մարդ կա իր համար եղած կամ չեղած, ընդ կկոտորեն, ընդ կսպանեն, ընդ արուն կթափեն, թքած ունի բոլորի վրա, կարևորը ինձ լավ լինի։
Ես ոչինչ չխոսեմ, ոչինչ չասեմ, սա մեղք է։ Եվ այս մեղքը այսօր համատարած է։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Սա շատ լռության մեջ գործվող շատ մեղքերից մեկն է սա։ Հիսուս ինքն ասեց. ինչ կա զարմանալին, եթե Տերը չլիներ այդ գահին, այդ մեջբերումից Հովանեսի։ Հիսուս ինքն ասեց. քննեցեք գրքերը։ Քննեցեք 5 կտակարանը, ինքը նկատի ուներ կտակարանը, 5 կտակարանը։ Ոչ էլ ասում Ղազարոսեղանի գիրքը վերցեք կամ չգիտեմ մեկ այլ մեկի, այլ գիրք ասվածը նկատի ուներ Աստվածաշունչը։ 5 կտակարանը հրյաներին ասում էր քննեցեք այդ գրքերը, այդ բոլորը իմ մասին են խոսում։ Ինձ են ներկայացնում։ Դա համար ոչ մի բան չկա զարմանալի։ Եթե մենք անգամ այստեղից հասկանանք, որ գուցե դա Տերն էր։ Հետաքրքիրը նաև հետևյալն է, որ Եսայան խոսում էր իր ժողովրդի անունից, հաճելի սիրտ, իրոք բարեխոսում էր նաև, կարծես ուզում էր իր ժողովրդին էլ առաջ բերեր։ Մենք գիտենք, որ Պողոսին էլ բնորոշ էր սա։ Հիշում եք Հռոմեացիների 9-րդ գլուխ 3-րդ խոսքում ասում էր, որ ես պատրաստ եմ անիծվեմ, նզոված լինեմ իմ ազգականների համար, որպեսզի իմ ժողովուրդը փրկվի։ Ես պատրաստ եմ կրել ամենածանր պատիժները, միայն թե իմ ժողովուրդը ապրի։ Այսինքն մենք հասկանում ենք, որ հավատացյալ մարդը էգոիստ չի։ Եսակենտրոն չի։ Հավատացյալ մարդը սիրում է իր ազգի ժողովրդին։ Երբեմն մեզ մեղադրում են, որ դուք չեք սիրում ձեր ազգին, դուք պառակտում եք ձեր ազգը, դուք մոլորված եք, աղանդավոր եք, եղբայրներ եւ քույրեր։ Դա այդպես չէ, իհարկե դա այդպես չէ։ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ մենք պետք է սիրենք մեր ազգը, աղոթենք մեր ժողովրդի համար։ Պողոս ասում է, որ ես անգամ պատրաստ եմ իմ կյանքը ամենածանր վիճակներով անցկացնել, միայն թե իմ ազգը փրկվի, իմ ժողովուրդը, իմ բարեկամները փրկվեն։ Հավատացյալը պետք է սիրի իր ժողովրդին, իր ազգին։ Չէ՞ որ քահանապետը այդ բեռը կրում էր իր ուսերին, 6 ցեղինը այստեղ, 6 ցեղին այստեղ քարերի տեսքով, 12 ցեղերը, եւ իր կրծքին ուներ լանջապանակ, 12 ցեղերին կրում էր նաեւ իր կրծքին, եւ իր ուսերին, եւ իր կրծքին։ Մենք այսօր քահանաներ ենք Աստծո առաջ, թագավորական քահանայություն։ Հետևաբար մենք պիտի ունենանք բեռ, եւ այդ բեռը ծանր չի, այդ բեռը դառը չի, այդ լուծը ծանր չի, այլ դա Տիրոջ դրած բեռն է։ Եվ մենք ոչ միայն մեր անձերի համար, մենք պարտական ենք նաև բարեխոսել մեր ազգի համար, դուք ձեր քաղաքի համար, մենք մեր քաղաքի համար, մենք պարտավոր ենք։ Դա մեր վրա դրված է Տիրոջից, եւ այդ բեռը օրհնյալ բեռ է։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եվ որ արդեն մաքրվեց այս մարգարեն, մեկ էլ մի ձայն հնչեց, արդեն Տերը խոսեց, այդ պահին Տերը խոսեց, երբ որ մաքրվեց, ուշադրություն դարձրեք, մինչև որ չմաքրվես, Տերը քեզ չի օգտագործի, մինչև որ չմաքրվես, դա չեղավ դրանից առաջ, այլ մաքրվեց, բրծավ, շուրթերը, ինչ որ կար, անօրենությունը մեղքը քավվեց, մաքրվեց, նոր Տերը աղակեց, հետևյալ խոսքերով ասեց, ում ուղարկեմ, ով կգնա մեզանից, ով կգնա ժողովրդի մեջ, դե չեմ կարծում դրա համար մեծ մարգարեա պետք լինել, հրեշտակներն են Աստված, մեկ էլ դու ես մնացել, սա մեծ խելք պետք չի հասկանալու համար, բայց հետաքրքիր այն է այստեղ, որ Տերը չի ստիպում, ասում, այ տղա դու պիտի գնաս, հոժարակամ, ուզում ես գնա, կարծում եմ կարող էր խուսանավել, ասեր դե ինչպես որ դա անում էր Աբրահամը, չէ, Աբրահամն էր, այո կարծում եմ, որ չէ, ներողություն, Հակոբն էր կամ Աբրահամը, մի խոսքով, այդ բանի հայրերը, մեկը խույս էր տալիս, ասում էր դե մի քիչ տկար եմ, կամ Մովսես ասում էր ես չեմ կարող գնալ, ես ծանրախոս լեզու ունեմ, ես չեմ կարող գնամ, Տեր ինձ մի ուղարկիր, կարող չէ պատճառներ բռնել, բայց ոչ մի պատճառ չբռնեց։ Հասկանում եք, իրականում իր սրտի ինքը զգում էր, որ իրոք իրան հաճելի է։ Սկզբում վայ էր ասում, բայց երբ որ մաքրվեց, արդեն ինքն ուզում է փափագում է միանալ Տիրոջ պատգամին, միանալ նրա հետ մեկ լինել, նրա ծրագրին միանալ։ Եվ դրա համար, երբ որ ասեց ում ուղարկեմ, ով կգնա մեզանից, այսօր մի հատ էլ հարց եմ ուզում տալ։ Եթե մեկը ասում չի ճանաչում, կարող է մտածի ասի, այս Աստծո գործերը ոնց որ լավ չի։ Այս մենակ է մնացել, մարդ չկա որ ուղարկի։ Քաշված գործ է։ Այսինքն Աստված ուզում է գործ անի, մարդ չկա։
Ով ուղարկենք, հավաքվել են ժողով են անում, մեկին ուղարկենք, ով կգնա։ Երբեմն տպավորությունը, որ Աստված առանց մեզ, այս կարևոր ենք մենք, շատ կարևոր ենք։ Առանց մեզ Աստված ոչինչ չի կարող անի։ Մարդ համանգալի, թե չէ իր գործերը ամբողջությամբ կձախողվի։ Եղբայրներ եւ քույրեր, ուզում եմ ձեզ հետևել ասեմ, որ Աստված իր գործը առանց մեզ 100%-ով ավելի լավ կանի։ Եթե ուզում եք իմանաք, մենք ավելի նրան խանգարում ենք, քան օգնում ենք։ Առանց մեզ 100%-ով մաքուր կանի յուվելիր կերպով։ Մենք որ կանք, մենք ավելի խանգարում ենք, ձգում ենք, քանդում ենք, ավիրում ենք։ Այդ դեպքում հարց, իսկ ինչու է նա մեզ ուզում օգտագործել, ինչու է մարդու ման գալի։ Նա չի ուզում, որ իր գործը առանց մեզ անի։ Դա ուզում է, որ դու տնկես, այն մեկը ջրի, իսկ ինքը աճեցնի, որպեսզի բոլոր իրար հետ փառավոր կերպով ուրախանան։ Նա ուզում է իր գործին բաժնեկից անի մեզ, հասկանում եք, օրհնյալ լինի նրա անունը, որ մեզ անարժաններից օգտագործում է իր մեծ ծրագրի գործի մեջ, թե չէ առանց մեզ իր գործերը առաջ չի գնա։ Եվ ասեց ում ուղարկեմ, բայց այս պահին էլ չկա այլ ընտրանք, եւ ես չեմ կարծում, որ դա եղավ բռնիությամբ կամ ճնշման ներգործության տակ, այլ Մարգարեն հոժարակամ ասեց. ահավասիկ Տեր, ես այստեղ եմ, ինձ ուղարկիր եւ ես կգնամ, ուղարկիր ինձ եւ ես կգնամ։ Եվ այդ պահից սկսվեց նրա ընթացքը, կոչումը։ Բայց ինքը չէր հասկանում ուրա գնալու։ Ախր ասում է գնա այս ժողովրդին, խոսի, բայց իրանք քեզ չեն լսելու։ Գնա, իրանք ցույց տուր, իրանք չեն տեսնելու։ Սա ինչ ծառայություն է։ Այսինքն մի ուրախություն չի, որ վազերս Մարգարեն գնար բոլորին աչքալուսանք, բարի ավետիս եմ բերում ձեզ։ Ընդհակառակը ասում էր գնասա, որ իրանք կորուստ եմ տանելու։ Գնասա իրանք պատժելու եմ։ Բարկացած եմ նրանց մեղքերի անօրենությունների վրա, բավական է։ Գնասա։ Դուք կարծում եք ծառայությունը հեշտ է, Աստծուն ծառայելը։ Ես ձեզ չեմ վախեցնում։ Ընդհակառակը ձեզ քաջալերում է, որ պետք է ծառայել, բայց ես գիտեմ, մարդիկ կան, որ հենց մտնում են ծառայության մեջ, խնդիրները սկսում է։ Դա նորմալ է։ Որտեղ մենք երբեմն չգիտենք ինչպես շփվենք իրար հետ։ Մենք այդ կուլտուրան անգամ չունենք, մենք իրար հետ ոնց շփվենք, ոնց խոսենք։ Երբեմն կծում ենք իրար կոպտում ենք, իրար նեղացնում ենք։ Ցույց ենք տալիս մեր դիրքը մեկի նկատմամբ, որը ճիշտ չի, ավելի բարձր վերամբարձ։ Հասկանում եք, եւ սա լավ միջոց է ծառայության ժամանակ, որ սկսում ենք տաշվել։ Դանակը երկաթը հովա սրվում, քարը քարով է տաշվում։ Սա նորմալ է, ժողովուրդ ջան։ Եվ պետք չի հենց առաջինից դժվարության դեպքում նահանջ ապրել։ Դե որ տենց է, ես վերջ, եւ շատ ծառայողներ կան, որոնք սկսում են առաջի խոչընդոտի դեպքում միանգամից նահանջում են։ Չէ, ժողովուրդ ջան, ծառայելը լուրջ բան է։ Տիրոջը պետք է ծառայել, որտեվ Մաղաքյան ասում է վերջում, երբ որ Տերը կգա, նա պիտի այն ժամանակ ցույց տա մեզ, որն է ծառայողի եւ չծառայողի տարբերությունը։ Ծառայողները պատի պիտի արժանանան։ Այդ ով է ասում, որ դժվարություններ չի եղել։ Ես 35 տարի հավատքի մեջ եմ, հենց մի տարուց հետո արդեն ծառայել եմ, 34 տարի ծառայում եմ Տիրոջը։ Այդ ով է ասում, որ չի եղել։ Ինձ որ հանկարծ պատուանի դռից անեն շպրտեին դուրս եկեղեցում, ես պատուանից կմտնեի։ Ես տեղ չունեմ գնալու։ Այսօր մեկին մեր քրիստոնյաները ավելի շատ դարձել են, գիտեք, ծաղիկներ կա, որ ջերմոցային ծաղիկներ են։ Ջերմոցային, մանավանդ Էջմիածինի տարածքում գիտեք, չէ՞։ Այդ ջերմոցային ծաղիկները աճեցնելու հատուկ ձև ունի։ Համապատասխան ջերմություն է պետք։ Պիտի ապահովես։ Համապատասխան ջուրը ժամանակին պիտի տաս։ Չգիտեմ, ինչ պիտի անեք, դուք ավելի լավ գիտեք, ամենը համապատասխան ժամանակ։ Հանկարծ որ այն ցրտի վատ կրիշը բացեցիր կտուրը, երտիքը, ջերմոցի, քաշված գործ է։ Այդ տենց հավատացյալներ ունենք, որ եկեղեցում իրաց հետ տենց պիտի վարվես։ Դրանք ջերմոցային հավատացյալներ են։ Մի հատ թթու ասիր, մի հատ կծու ասիր, մի հատ թեթև քամի խփեց, վсё, բրծավ, ինքը գնաց։ Ես մի անգամից ճլորում է, չորանում ընկնում։ Իսկ տեսել եք դաշտի ծաղիկները, որոնք արևի կիզիչ ճառագայթների տակ են։ Այն ուժեղ քամում, մեկ-մեկ փոթորիկա բարձանում, ծռվում են նորից ուղվում, պայքար, կյանքի պայքար անդադ։ Անձևին, ահավոր են հատերը, գալի խփում է իրան, մնում են։ Սովորեն այդ ամեն ինչին, հավատացյալը տենց պիտի լինի։ Հասկացաք ինչ եմ ասում։
Եվ դա նորմալ է։ Ի տարբերություն Եսայի մարգարեի, Տերը մեզ ասեց հետևյալը։ Ղուկաս 13-ում ասեց. Ես ձեզ ուղարկում եմ որպես գառներ ու մեջ գայլերի մեջ։ Այ քեզ բան։ Գառները գնում են գայլերի մեջ։ Այո, երբեմն մեզ անվանում են գժեր։ Գժեր, գիժ եք, դուք գիժ եք, անորմալ է, գիժ եք դուք։ Անորմալ ժողովուրդ եք դուք։ Դե Պողոս Արաքյանն ասում է 2-րդ Կորինթացիս 5:13-ում եթե գժված ենք, հա, Տիրոջ համար ենք գժված։ Թող մեզ այդպես համարեն։ Մենք Տիրոջ համար ենք գժված։ Պողոս երբ որ կանգնած էր Փեստոսի առաջ եւ խոսում էր Դատաստանի հավիտենական կորուստի եւ փրկության մասին, Փեստոսը չդիմացավ աղաղակեց. Պողոս, գժվել ես։ Շատ գիրք կարդալը քեզ ցնդեցրել է։ Ասես չեմ գժվել։ Պատվական Փեստոս։ Այլ ընդհակառակը զգաստության եւ ճշմարտության խոսքեր եմ խոսում։ Գժեր են սրանք։ Երբ որ Հիսուսը եկել էր հոգնած տուն, ծառայությունից հետո նոր էր սկսել իր ծառայությունը, Մարկոս 3:21-ում, ովքեր գրում են հետո գնան նայեն։ Մեկ էլ որ ժողովուրդ եկավ կիտվեց նորից Հիսուսին էին փնտրում, Հիսուսը տնից դուրս թռավ, վազեց, որ գնա սկսի ծառայի նրանց։ Եվ գիտեք ինչ է գրված։ Գրված է, որ նրա մայրը եւ տնեցիները հետևից վազեցին, որ գնան բռնեն, որտեվ ասում էին գժվել է։ Պատկերացնում եք Հիսուսի մայրը Մարիամը եւ աղբերները Հիսուսին տեսնելով տարօրինակ էին զգում, ասում են գժվել է սա։ Իրանք տես լուրջ հավատում են, որ գժվել է Հիսուսը։ Գնացել են, որ հետևից բռնեն բերեն։ Եվ հիշում եք մի պահ Հիսուսը քարոզում էր, եկան ասեցին մայրդ եղբայրդ քեզ սպասում են։ Հերթական անգամ եկել էին որ տուն տանեն գժին։ Ասում են ով է իմ մայրը, իմ քույրը, իմ եղբայրը։ Այ դուք եք, որ նստած լսում եք, ոչ թե պարյոմներ, որ նրանք այնտեղ անում են։ Այո, եթե Հիսուսի գիժ ասեցի, թե չէ մենք էլ մեծ հաշվով երբ որ մենք ավետարանը տանում ենք, երբ որ մեր կյանքը փոխված է, մենք կարծում ենք, որ բոլորը պիտի հալած յուղի պես ընդունեն։ Մի հատ եղբայր ունենք, այս մի 2-3 տարի ապաշխարել, կարծեմ Արտուշը տեսած կլի Իվանովայից է, ինքը մեր Դավիթ աղբերը, ինքը ահավոր նարկոման ա եղել, այդ դոզաներ ընդունում, սպրիչ, տարբեր եղել է, ստեղ եղել է դավոն, բերել եմ դավոն ստեղ, ահա, եղել է դավոն փաս, վկայել է, թե չի վկայել։ Վկայել, ամանչում էր, վկայել, նոր էր վախտել թազա հավատացյալ էր։ Հա, այս բայց ասել է։ Ուրեմն այս մեր Դավիթը, ինքը որ այդ միջավայրը սաղ տեսավ այդ տղան, 7-8 անգամ Ուկրաինային տարել։ Այդտեղ ուղակի այդ բան վերականգնողական կենտրոններ, Կիրգիզիային տարել, անուղելի, անհնարին է, տունը քանդվեց, կնոջից բաժանվեց եկավ Երևան, Աստված ողորմություն արեց, ապաշխարեց, բարի բուն իմաստով, փառք Տիրոջը, արդեն 3 տարի է Տիրոջ մեջ է։ Ասում այ աղբեր ջան, ես որ ապաշխարեցի, ես մտածեցի սաղ պիտի ապաշխարել։ Սաղ տեսան իմ հետ ինչա կատարվում, գիտեն ինձ բոլորը։ Քավորը լացում էր, քավորին բերել էր ժողովի սկզբից մինչև վերջ մեր մոտ ժողովին, որ բերել էր, լացում էր։ Սկզբից մինչև վերջ։ Ինչի համար, ասում աղբեր, ես գիտեմ սա ով ա եղել։ Բայց քավորը չի, տենց էլ չի ապաշխարել։ Այս տղեն զարմացած ասում է, ես գիտեի, թե բոլորը պիտի ապաշխարեն, որտեվ տեսան Աստծո գործը։ Ժողովուրդ ջան, մենք իդեպ ասեմ ձեզ, որ այն վաղվա ժողովուրդը, այն ժամանակվա ժողովուրդը, որ Եսայի ժամանակ էր, եւ մեր ժամանակվա ժողովրդի մեջ այդքան տարբերություն չկա։ Նույն ժողովուրդն են, հələ ավելի, մեր ժամանակվա ժողովուրդը ավելի վտանգավոր, ավելի վատն են։ Ինչու՞, որովհետեւ Տիմոթեոսի թղթում Պողոս Արաքյանը 3-րդ Տիմոթեոս 1-8-ն ասում է, որ վերջին ժամանակներում հոգին հայտնի ասում է, որ մարդիկ կլինեն անբարտավան, գող, ավազակ, շնացող, գրված է սա։ Այսինքն, որ այսպիսի բան են, բնութագրություն են ունենալու։ Ոմանք ասում են դա հավատացյալներին ա վերաբերում, եթե հավատացյալներին ա վերաբերվում, ապա անհավատեր ինչ կլինեն այդ ժամանակ։ Վերջին ժամանակներում ավելի վտանգավոր ժամանակներ ենք ապրում։ Մենք ի տարբերություն, ի հեճուկս, ուրեմն մեր Եսայի եղբոր, մենք ոչ թե կանչվել ենք, որ գնանք ասենք ձեր վերջը եկել է, մենք կանչված ենք ավետարան տանելու, բարի լուր տանելու,
ամենուր գնալու եւ ասելու, որ փրկիչը կենթանի է, փրկիչ 2000 տարի առաջ եկել է, իր կյանքը դրել է, որ ով որ նրան հավատա, նրա խաչին հավատա, նա հարության հավատա, կունենա մեղքերի թողություն եւ հավիտենական կյանք։ Մենք բարի լուրով ենք գնում, բայց մի հուսահատվեք, որ մարդիկ ձեզ չեն լսում։ Մի հուսահատվեք, որ մարդիկ ձեզ չեն ընդունում։ Եթե Տիրոջը անգամ ամենամեծ քարոզիչ Հիսուսն ա եղել եւ իր քաղաքում քարոզում էր, իրան չէին ընդունում։ Ինչու եք զարմանում, երբ որ ձեր քարոզը չեն ընդունում, ձեր վկայությունը չեն ընդունում։ Ինչու եք հուսահատվում եւ կոտրվում, երբ որ չեն ընդունում։ Սա չի ընդունում, մյուսը կընդունի։ Մենք կանչված ենք ծառայելու։ Ուրեմն մենք ունենք բարի լուր։ Եղբայրս եւ քույրս, ես համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուր կանչված եք լուրը տանելու, բարի լուրը։ Եսայի պես կանչված եք, գուցե ոչ այդպիսի մեծ տեսիքով, ցնցող տեսարանով, բայց ամեն մեկս, նրանք ովքեր Սուրբ Հոգին ունեն իրենց կյանքի մեջ, նրանք գիտեն, որ Աստծո Հոգին եկավ, նրա համար ասեց, սպասեք մինչև զորություն կառնեք վերևից եւ կգնաք իմ վկաները կլինեք։ Նրա Հոգին եկել է, որ մենք գնանք, խոսենք եւ նրա վկաները լինենք։ Գնանք եւ արքայության ավետարանը տարածենք, որտեղ այդպես էլ ասեց, գնացեք, ավետարանը տարածեք, սկզբում Երուսաղեմ, Հրեաստան, Սամարիա եւ երկրի բոլոր ծայրերը եւ գնացեք բարի լուրով։ Ասում եմ, ի տարբերություն Եսայայի, մենք լավ լուրով ենք այսօր գնում, բարի լուրով ենք ամեն մեկին քարոզում։ Ուստի Տերը օրհնի ձեզ։ Գնալուց առաջ էլ նախ պետք է սուրբ լինել։ Երբ որ մի հատ մեղավոր պիղծ մեկը մեկին վկայում է, մեկն էլ գիտե սով, ասում է սով այ մարդ, խայտառակություն։ Քեզ ինչ որ խոսքը վերցել ես, քեզ ինչ որ քարոզում ես, եթե դու անառակ ես կամ պիղծ ես կամ գողո ավազակ ես, ինչ ես վերցել Տիրոջ խոսքը։ Ուրեմն մենք պետք է լինենք մաքուր։ Իսկ մաքրվելու համար մենք ունենք այս պահին հրաշալի հնարավորություն կանգնելու նրա առջև եւ այս պահին եւ հնչեց խոսքը եւ նրա արյան տակ կարող ենք հենց հիմա մտնել եւ Սուրբ Հոգին էլ էստեղ ներկայ է։ Մենք կարող ենք լավ բաղնիքով սրբվել, մաքրվել, կատարյալ ձևով այստեղից դուրս գալ ամբողջովին մաքուր։ Այսուհետև որքան որ Տիրոջը պիտի պաշտեք, փափագեք նրա ներկայությունը։ Եկեք ոտքի կանգնենք,